Բարև ձեզ ժողովուրդ ջան, ցավալի վայրից եմ հիմա խոսում։ Ուրեմն երեկվանից Վանաձորում այդ երկու անչափահաս երեխաները, որ ընկել են գետը այդ խողովակի վրից, հենց այդ խողովակի վրից եմ հիմա ես նկարահանում։ Այս խողովակը ուրեմն 86-87 թվականներից մարդկանց գլուխաուտը մինչև հիմա։ Ուրեմն ես այս թաղի բնակիչ եմ, այս թաղում եմ ծնվել, մեծացել, հիմա այս խողովակի պատմությունն ասեմ։ Ուրեմն այս կամուրջը տեսնում եք, սա 1986-87 թվականներին սովետական ծրագիր էր, որ մեր թաղամասի այն ժամանակվա Սվերլովի փողոցը, հիմիկվա Նարեկացին, միացնեն Կարեն Դեմիրճյան փողոցին, առաջվա Մարքսի փողոցին։ Ուրեմն այս կամուրջի շինարարությունը մեծ թափով գնում էր, ուկրաինացի, ռուս, մի խոսքով սովետական ռեսպուբլիկաներից այստեղ աշխատում էին մարդիկ, հայեր էին աշխատում։ Ուրեմն այս խողովակը, այդ հիմնարկը գցեցին վարպետները, տեղադրեցին, որ այս խողովակի վրով գնեմ գալիս էին, իրանց շինարարությունը կատարում, որ շինարարությունից հետո կամուրջը երբ վերջացնեն, այս խողովակը հանեն։ Բայց երկրաշարժը եղավ, ալանթալանը սկսվեց, ու այս կամուրջի այս փողոցի եզերով վերածած արմատուր եղած մատերիալ բոլորը թալանվեց, կերան, ու այս տրուբեն չկերան։ Այս տրուբեն թողեցին, որ այս տրուբեն մարդկանց գլուխ ուտի։ Փոխանակ առաջ այս տրուբեն ուտեին, որ հիմա էլ այս տրուբեն մարդկանց գլուխ չուտեր։ Ես խնդրում եմ Վանաձորի քաղաքապետարանին, որպես վանաձորցի, որպես այս թաղամասի երրորդ մասի բնակիչ, այս խողովակը ստեղից կտրեն, հանեն, հեռացնեն, այս խողովակը դարձել է մահաբեր խողովակ, թակարդ այս թաղամասի բնակիչների համար, քանի որ այս դեպքը առաջի դեպքը չի, էլի են երեխաներ ընկել, հղիկին էլ անգել խեղդվել, մեծքին էլ անգել, երեխաներ են ընկել խեղդվել, մարդիկ են ընկել, դիակ է ալավերդի ակշել, ալավերդուց են քթել։ Մենք էլ երեխա ժամանակ վազուվազ էինք անում, բայց ամառեր լողանում էինք այս գետը, մենք էլ ենք այս տրուբից էլ ենք ընկել, դուրս եկել, ով լողացել է, իմացել փրկվել է, ով չի իմացել գետը քշել տարել է, խեղդվել է, այնպես որ այս տրուբեն մի մեծ մահաբեր թակարդ է այս թաղամասի բնակիչների համար։ Խնդրում եմ Վանաձորի քաղաքապետարանին կազմակերպեք, մենք էլ կգանք, անվճար, բարեգործական կօգնենք։ Ես արհեստավոր տղա, սվարկա, եղած, բալգարկա բերեմ, գամ մի կռան բերեք, այս տրուբեն օգնենք, հանենք գետից, գցենք ըստի փողոցի, բերան պրսնենք այս հարցին վերջնական տանք լուծում։ Ամոթա մեր անտարբերության, մեր անուշադրության պատճառով երեխաներ զոհվեն, երեխաներ մահանան, ու վատ բաներ շատ լինեն, ամոթա։ Սա մեր լոռեցուն վայել բան չի։ Սա թասբի հարց է, խնդրում եմ, եթե Վանաձորի քաղաքապետարանը չկազմակերպի, ես եմ կազմակերպելու մեր վանաձորցի կռանովչիկներ, տղաներ, կազմակերպենք, մեկս վառելիքով, մեկս կռանը բերենք, ես սվարկեն, օգնենք, այս տրուբեն գետից հանենք։ Սպասում եմ ձեզ, գրեցեք, կազմակերպենք այս խողովակը հանելու հարցով, ժողովուրդ ջան։ Մարդկանց անցումը անվտանգ ապահովող կամուրջ կա, այնպես որ այդ երկաթի խողովակ այդ մահաբեր կամուրջ սարքելու նպատակ չկա, տեսեք այս կամուրջը ինչ երկաթից ամուր Հրե ժողովուրդ ջան, այս մահաբեր խողովակը, այս խողովակը պարզապես հանել այստեղից հեռացնել ապետ, սա ոչ կոյուղի է, ոչ մի դես չի տանում, ոչ հիմք ունի, ոչ մի բան, այս խողովակը պարզապես հենց այնպես, հրես, տեսեք, հենց այնպես այս խողովակը ստեղ գցած է այս գետի ափին, որ այս կամուրջը, այդ
կամուրջի շինարարները այս խողովակի վրով գնան գան, բայց երկրաշարժը պատերազմը թույլ չտվեց այս կամուրջը ավարտեն ու այս ժամանակա որ տեղադրված այս խողովակը հենց այս ձևել մնաց ու տեսնում եք ինչ վարար գետը գնում է, նույնիսկ մեծ մարդը այս խողովակի զորամնի գետը դժվար փրկվի, ինչ թե մնաց 7 տարեկան կամ 13 տարեկան անչափահաս երեխաները։ Այնպես որ խնդրում եմ տարածեք Վանաձորցի կռանովչիկներ, վարպետներ, կազմակերպում ենք մենք մեր ջանքերով այս անկապ գցած այս մահաբեր խողովակը հանենք, ստեղից ռադանենք, քանի որ ես համոզված եմ, եթե չհանեցինք, նման դեպքեր էլի կրկնվելու են, քանի որ սա առաջի դեպքը չի, էլի այս 86-87 թվականից մինչև հիմա էլի նման դեպք տեղի ունեցել։ Հլա տեսեք այս գետի վարարությանը։